Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագետ Հրաչյա Թարշյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Թարշյան։ Բարև ձեզ։ Ինչպես միշտ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ եկել եք մեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես շարունակում եմ ընթերցել ձեր գիրքը եւ կարծում եմ մեր լսարանին եւս հետաքրքիր կլինի։ Շարունակում եմ ծանոթանալ ձեր ուսումնասիրություններին։ Գիրքը հետեւյալն է, արդեն ես կարծում եմ երրորդ մեր հաղորդումն է այս գրքի շուրջ։ Ես ուզում եմ ցույց տամ մեր այս գիրքը մեր անհաջողության պատճառների եւ մարտահրավերների մասին եւ ինչն է այստեղ կարեւոր այս գրքում դուք գրել եք ինչ չէին կարել եւ ինչ հիմա կարելի է անել սա կարեւորում եմ ես ինչ հիմա կարելի է անել բաժնի 9-րդ գլուխն ենք նայում 9-րդ գլուխը դուք այսպես եք վերնագրել մարտահրավերներին պատասխանելու գործիքների զինանոցի մասին նախ սկսենք նրանից թե ինչ մարտահրավերների մասին եք դուք խոսելու այս գլխում որովհետև մարտահրավերները բազմաթիվ են շատ են որպեսզի հետո կարողանանք մենք ավելի նեղ խոսենք կոնկրետ, եթե ինչ-որ բան մատնանշելու եք։ Նախ շնորհակալություն գրքի նկատմամբ այսպիսի մեծ ուշադրության համար, շատ շնորհակալ եմ։ Այսպես պատասխանեմ։ Նախ գիրքը բնականաբար գրվել էր իսկույն պատերազմից հետո եւ 44 օրյա պատերազմից հետո եւ այնտեղ շոշափվել է այն իրավիճակը, որ մենք ունենք պատերազմից գիտեք 1-2 տարի հետո այդ ժամանակաշրջանում բայց ինչևէ շատ բան չի փոխվել մենք կարող ենք ասել որ Հայաստանը կանգնած է մոտավորապես նույն մարտահրավերների առջև թեպետ մարտահրավերները պետք է ասել որ մենք նվազեցնում ենք բավականին հետևողական եւ ճիշտ քայլերի շնորհիվ արտաքին քաղաքական մարտահրավերները այսինքն անվտանգության մարտահրավերները նվազեցվում են եւ կարելի ասել որակապես նվազել են ըստ տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի շնորհիվ եւ այն ուղիղ անմիջական երկխոսության շնորհիվ, որը որ իրականացվում է Հայաստանի մի կողմից եւ մյուս կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ։ Բնականաբար այդ ուրեմն մեր արտաքին անվտանգային մարտահրավերները որոշ առումով իհարկե մեղմանում են, չեզոքանում են, նվազում են, բայց մենք այսպես թե այնպես ապրում ենք մի միջավայրում հարավային Կովկասը, այսպես ուժային միջավայր է, որտեղ գերիշխում է ուժը, որտեղ կարևորագույն գործոնը ուժն է եւ ապրելու դիմակայելու համար կարևորագույն հանգամանքը բնականաբար պետության հզորությունն է իր տնտեսական հզորությունը, գիտական հզորությունը, տեխնոլոգիական հզորությունը եւ ինչը ի վերջո հանգեցնում է ռազմական հզորության եւ ելնելով այս բոլոր հանգամանքներից ես մի այսպիսի թեզ եմ առաջարկել գրքում ասում եմ որ մեր մարտահրավերը մեր հիմնական մարտահրավերը մեկ խոսքով մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել հետեւյալ կերպ մենք մեր մարտահրավերը դա մրցունակության մարտահրավեր է այսինքն պետք է լինել մրցունակ պետություն մրցունակ տնտեսությամբ, մրցունակ ինստիտուտներով եւ այդ դեպքում մենք կարողանանք այս տարածաշրջանում ունենալ նշանակալից երկիր կարող ենք դառնալ մի երկիր, որի կարծիքի հետ հաշվի են նստում, որի տնտեսությունը հետաքրքրություն է ներկայացնում այլոց համար, այլ պետությունների համար եւ այդ ճանապարհով մենք կարողանանք դիմագրավել իմ թվարկած բոլոր մարտահրավերներին։ Պարոն Թարշյան, մրցունակ լինելը, այո, բոլորը խոսում են այդ մասին, որ լավ կլիներ, ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանը լինի մրցունակ։ Եկեք տեսնենք, իսկ որքանով է դա իրատեսական եւ եթե մրցունակ դուք մեկ ոլորտ նշեցիք, որ ոլորտներում Հայաստանը կարող է լինել մրցունակ եւ դա իսկապես իրատեսական է, բացի բարի ցանկությունից, բացի հորդորներից, որ Հայաստանը պետք է լինի մրցունակ, մենք իսկապես կարող ենք լինել մրցունակ, ինչ է պետք անել դրա համար, որովհետև եթե մրցունակ չլինենք, ինչպես դուք նշեցիք, թույլ ես դառնում, թույլ երկիր ես եւ կլանվում ես եւ դա բնական երևի զարգացում։ Քեզ կարող են թելադրել։ Քեզ կարող են թելադրել, այն ինչի հետ կարող են քեզ իրենց կյանքը թելադրել։ Այն ինչի հետ մենք բախվել ենք եւ այն ինչից մենք փորձում ենք ամենայն դեպս ազատվել։ Եվ այսպես, եթե դառնում ենք մրցունակ, ապա ինչպես եւ որ ասպարեզներում։
Մրցունակ ասելով գիտեք այսպեսի դա մի համալիր հասկացություն կարելի ասել այստեղ տվյալ պարագայում եթե մրցունակ ես բացատրելու համար ես մի հասկացություն պետք է հիմա ասեմ մի հասկացության մասին պետք է խոսեմ որից հետո մենք արդեն կհասկանանք թե ինչ նկատի ունեմ ես այդ հասկացությունը կոչվում է ինստիտուտներ նայեք մեզանում ինստիտուտներ բառը երբ որ գործածում ենք հասկանում ենք հիմնարկ հաստատություն չէ այդպիսի բաներ ուրեմն տնտեսագիտության մեջ քաղաքագիտության մեջ սոցիոլոգիայում ինստիտուտ բառը հասկանում են կանոններ խաղի կանոններ ուրեմն կա այսպիսի մի նոբելյան մրցանակակիր Դուգլաս Նորթ որը որ նոբելյան մրցանակ է ստացել այս հասկացության ինստիտուտների մշակման այսինքն ինստիտուտներ հասկացության մշակման համար նա ասում նա հետևյալ բանաձևն է տալիս նա հետևյալ սահմանումն է տալիս ասում է խաղի կանոններն են որոնք գործում են հասարակությունում տնտեսական հարաբերություններում քաղաքական հարաբերություններում մարդկային հարաբերություններում հասարակական հարաբերություններում որքանով այդ կանոնները ավելի արդյունավետ են այնքանով ավելի արդյունավետ են այդ հարաբերությունները այսինքն կարճ ասած կարելի ասել որքանով նրանք արդյունավետ են օրինակ տնտեսական ոլորտում այնքանով արդյունավետ է տնտեսական դաշտը տնտեսական հարաբերությունները եւ այլն հիմա սա երբ որ ասում ենք սա մենք մտքում պահելով ուրեմն կարող ենք ասել որ մրցունակ լինելը ընդհանուր առմամբ կարելի ասել որ մի բան է որը որ ածանցյալն է հենց այդ ինստիտուտներից արդյունավետ ինստիտուտներից Եթե մենք ունենք մի երկիր, որտեղ գործում են արդյունավետ ինստիտուտներ, լինեն դրանք քաղաքական դաշտում, տնտեսական դաշտում եւ այլն, մենք ունենանք մրցունակ պետություն, որը որ կլինի մրցունակ իր քաղաքական համակարգում, երբ որ հանդիպում են, երբ որ ինչ է նշանակում մրցունակ քաղաքական համակարգում, այսինքն մշտապես զարգանալ, չկանգնել, չդոփել տեղում, եթե հանդիպում ես ճգնաժամային իրավիճակներին կարողանաս հաղթահարես այդ իրավիճակը եւ այլն։ Իդեպ ասելով արդյունավետ խաղի կանոններ, նույն այդ Դուգլաս Նորթը նկատի ունի ինստիտուտների ադապտիվությունը, այսպես է, ճկունել կարելի է ասել, այսինքն տարբեր իրավիճակներին հարմարվելու եւ այդ իրավիճակներից ելք գտնելու ընդունակությունը։ Մի պարզ օրինակ բերեմ, ձեզ ամեն բան հասկանալի կլինի։ Նայեք Սովետական միություն եւ Չինաստան։ Սովետական միությունը կարելի է ասել 70-80-ական թվականներին արդեն կանգնած էր տնտեսական ճգնաժամի Արդեն գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, լուրջ խնդիրներ ուներ, բայց նա չգտավ լուծումներ։ Այսինքն համակարգն այնպիսին էր, խաղի կանոններն այնպիսին էին, որ նրանք թույլ չտվեցին գտնելու այդ ելքը։ Իսկ օրինակ Չինաստանում գտան դա։ Դեն Սյաոպինի նման նախագահ ունեցան, ղեկավար ունեցան, որը որ ճկունություն ցուցաբերեց եւ կարողացավ հրաժարվել դոգմաներից կոմունիստական գաղափարախոսության դոգմաներից եւ կիրառեց նոր մեխանիզմներ, որոնք հնարավորություն տվեցին սկսել տնտեսական աճ ապահովել երկրում։ Այսինքն դա այդ երկակի որ ունեին եւ սոցիալիստական հա եւ կապիտալիզմի էլեմենտներ սկսեց կիրառել կապիտալիզմի ազատ շուկայական տնտեսության տարրերը սկսեց չվախեցավ։ Իսկ սովետական միության համակարգը խաղի կանոններն այնպիսին էին, որ նա չէր թույլ տալիս ներմուծել նոր մեխանիզմներ, այսինքն կարծրացած էին այդ խաղի կանոնները։ Այնտեղ կար պետության մոնոպոլիան, ճիշտ է, մենաշնորհը։ Հիմա այստեղ մենք ունենք գալիս ենք այսօրվա մեր այս օրը, մենք ազատվել ենք մենաշնորհ տնտեսությունից, թե ոչ։ Հասկացա ես ձեր հարցը, բայց մի փոքրիկ բան անեմ, մի քայլ կատարեմ հետ, ավարտելու համար նախորդ հարցի պատասխանը։ Եվ նայեք, եթե մենք ստեղծում ենք այդ էֆեկտիվ այդ արդյունավետ մեխանիզմները այդ արդյունավետ կանոնները, այսինքն ինստիտուտները, մենք կարողանում ենք նախադրյալներ ստեղծել քաղաքական զարգացման համար եւ տնտեսական զարգացման համար։ Սրանք, գիտեք, այսպես բան են դարձել Աքսիոմալ բառը չեմ ուզում ասել, բայց շատ լայն տարածում գտած մի հասկացություն, մի պնդում է սա, որ որքան արդյունավետ են այդ քո կանոնները երկրի ներսում գործող, այնքան արդյունավետ քո տնտեսությունը եւ քաղաքական համակարգը։ Նայեք հիշենք, անցյալ տարի Նոբելյան մրցանակ ստացավ
հենց այս թեմայի վերաբերել Տարոն Աջամօղլու մեր հայազգի եւ իր ուսումնասիրության թեման հենց սա էր, որ նա ասում էր, որ քաղաքական ինստիտուտները թելադրում են տնտեսական ինստիտուտների բնույթը եւ նրանք կանխորոշում են տնտեսական զարգացման կամ տնտեսական աճը։ Այսինքն որքանով նրանք լավն են, այնքանով էլ ուղիղ համեմատական կապ կա նրանց արդյունավետության եւ տնտեսական աճի միջեւ, հա։ Հիմա այստեղ դուք շատ ճիշտ նկատեցիք մի այսպիսի հասկացություն կա, ինչպիսին բառը ասենք հետ մենաշնորհը օգտագործենք, ուրեմն արդյունավետ կամ այսպես ասենք մենաշնորհները լինում են այն համակարգերում, որոնք չի կարելի անվանել արդյունավետ ինստիտուտներով համակարգեր։ Դրանք հենց վկայությունն են ինստիտուտների անարդյունավետության։ Հայաստանում, գիտեք, այդ սովետական միությունից ստացված ժառանգությունը եւ հոգեբանության եւ արժեքների առումով եւ այլն, այն ինչ-որ մենք ստացել ենք, մեզ թույլ չտվեց առաջի տարիներին մեր անկախության թոթափել այդ բեռը եւ ստեղծել այդ սովետական ժառանգության բեռը եւ ստեղծել նոր ինստիտուտներ, որոնք որ հնարավորություն կտային չունենալ մենաշնորհներ, այսպես ասենք։ Ինչ է սա նշանակում, եթե թույլ տաք մանրամասնեմ, հա։ Նայեք, այսպիսի մի հասկացություն մենք ներմուծենք կրկին ինստիտուտների հետ կապված, որը կոչվում է ստեղծագործ կործանում։ Ինչ է սա նշանակում։ Համակարգում գործում են տարբեր խաղացողներ, տնտեսական համակարգում, եւ եթե դու փակ ես պահում այս համակարգը եւ չես թույլ տալիս, որ նոր խաղացողներ մուտք գործեն այդ համակարգը սկսում է ժամանակի ընթացքում փտտել։ Քանի որ չկա մրցակցություն, լճանալ, այո, որովհետև ամեն մեկ իր տեղն ունի եւ ստանում է իր համար ռենտա է ստանում, իր եկամուտը ապահովագրված կերպով ունենում է։ Մեր կյանքում դա շատ ծանոթ իրավիճակ է։ Ամեն ինչ, այո, իհարկե։ Գինն է բարձրանում, այսինքն կամայական Այսինքն ներսում գտնվող խաղացողները օգտագործելով իրենց ձեռքում իրենց տրամադրության տակ եղած քաղաքական լծակները ապահովում են իրենց դիրքը եւ ապահովում են իրենց հարատեվությունը, այսպես ասած, ժամանակի մեջ։ Իմ հարցին արդյոք մենք թոթափել ենք, արդյոք մենք մենաշնորհային տնտեսություն այլևս չէ կարող ենք հայտարարել, մենք չենք կարող դա հայտարարել։ Դրա հակառակ պատկերը որն է, որ համակարգը բաց է բավականաչափ, հեսա կասեմ բաց ինչ կնշանակի, բաց է եւ կարող են նոր խաղացողներ մուտք գործել եւ հներին դուրս մղել, ինչպես ա դա տեղի ունենում, նորամուծությունների շնորհիվ, նոր գաղափարների, նոր մոտեցումների, նոր ամուսությունների, նոր արարությունների շնորհիվ նորերը գալիս են, ասում են եղբայր դու շատ մանես երկար մնացիր այստեղ եւ քո ապրանքները լավը չի։ Ես նոր ապրանքով եմ գալիս, ապրանք ասելով եւ ծառայություններ եւ ուրեմն ապրանքներ։ Եվ հներին դուրս են մնում։ Անտաշյան, եթե դա ներսին խաղացող է, իսկ եթե դա արդեն դրսի խաղացող է մտնում։ Սա մի քիչ բարդացնում եք իրավիճակը, իհարկե սխեման բարդ է ավելի դառնում դրսի, եթե արտասահմանյան, բայց ամեն դեպքում իհարկե մրցակցությունը, սա խոսքը այստեղ գնում է փաստորեն բաց մրցակցության մասին, ազատ մրցակցության մասին։ Այս կարծրացած մենաշնորհային տնտեսության մեջ, որ խաղացողները քիչ են եւ փակ են պահում համակարգը։ Այո, ուժային մեթոդներով են փակ պահում։ Անկամ ուժային մեթոդներով, քաղաքական մեխանիզմներով, քաղաքական գործիքներով փակ են պահում։ Այո, եւ հիմա գուցե տեղին չէ, եթե տեղին չէ դուք ինձ կասեք ոչ, հիմա ճանապարհները բացվում են եւ ներմուծումը ավելանալու է։ Արդյոք մենք ունենք ներքին արտադրողի պաշտպանության մեխանիզմները բավարար, որպեսզի Բայց ես մի քայլ եմ առաջ դնում, լավ, ուրեմն նոր խաղացող, դա եթե ներսի նոր խաղացող է, դա մի բան է, հարցնում եմ դրսի խաղացողը, երբ որ մտնում է, դա այլ բան է, հարցնում եմ ես, դա վտանգավոր չէ նման տնտեսության համար, որը այսօր մենք ունենք, մենք խոսում ենք այն մասին, որ այսպես թե այնպես դեռ մենաշնորհները պահպանվում են Հայաստանում։
Նայեք, այդ ստեղծագործ գործանում համակարգը, որ ես ասացի, որի մասին ես ասացի, դա վերաբերում է նաև քաղաքական կյանքին։ Այո։ Բնականաբար, եւ քաղաքական հարաբերություններին էլ է դա վերաբերում։ Մտքում ունենանք, որ ինչ է սա նշանակում, հին խաղացողները կան, ներկա են, դա կլինի իշխանություն, թե իշխանամերձ շրջանակներ եւ նրանք պահպանում են իրավիճակը, status quo-ն։ Եվ չեն թույլ տալիս, որ նոր խաղացողներ մտնեն նոր տեսակետներով, նոր գաղափարներով եւ իրենց դուրս մղեն։ Այս սա է փակ լինելը եւ հիմա նայեք, իսկ բացը որն է, որը որ հնարավորություն է, հասկանում եք, չէ՞ որ բացը այն է, որը որ հնարավորություն է տալիս մուտք գործելու համար։ Որ դեպքում է լինում բաց համակարգը, երբ որ գործում էր ժողովրդավարական կանոններ։ Մի խոսքով, եթե կարճ լինենք, իհարկե, երբ որ գործում է ժողովրդավարություն, երբ որ կա ժողովրդավարություն, երբ որ կա ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչը օրենքի գերակայությունը կամ իրավունքի գերակայությունը։ Երբ որ այս պարագաները կան, դու հնարավորություն ես ունենում ստեղծելու մի համակարգ, որտեղ կարելի է ազատորեն մուտք գործել, կատարել նորարարություններ, նորամուծություններ եւ այդպես խթանել տնտեսական կյանքի զարգացումը եւ քաղաքական կյանքի զարգացումը։ Սա, գիտեք, տեսական սխեմա է, իհարկե սա շատ այսպես դուք մի քիչ շատ կիրառական հարց տվեցիք, իսկ եթե նկատի ունենանք, որ դրսից խաղացողներ կարող են մուտք գործել եւ այլն, քաղաքական նպատակներով տնտեսական նախ քաղաքական դաշտում ընդունենք, որ եթե պետությունը սուվերեն պետություն է, ինքնիշխան պետություն է, ուստի ապա դրսից խաղացողի ներս քաղաքական գործընթացների մասին չեմ կարող հասկանալ։ Իսկ տնտեսականի պարագայում իհարկե պետությունն ունի բավականին շատ բաներ, մեխանիզմներ ունի, լծակներ ունի, իր դաշտը տնտեսական շուկան, ներքին շուկան կարգելու կամ կարգավորելու համար։ Երբ որ անհրաժեշտության դեպքում իհարկե պետությունը կարող է եւ երևի թե պարտավոր է օգտագործել այդ բաները։ Ներքին արտադրողին պաշտպանելու, որոշ դեպքերում պաշտպանելու անհրաժեշտություն իհարկե լինում է, դա մի քիչ այլ հարց է իհարկե։ Ձեր գնահատմամբ Հայաստանում այդ ուղղությամբ մտածող կա, իհարկե բնականաբար իշխանությունները մտածում է եւ ինչ որ գործում է այդ ուղղությամբ։ Իհարկե կառավարություն կա, էկոնոմիկայի նախարարություն կա, ֆինանսների Դուք տեսնում եք, որ կենտրոնական բանկ կա։ Դուք տեսնում եք այդ ուղղությամբ աշխատանք, որովհետեւ մենք խոսում ենք ճանապարհների բացման մասին։ Բայց նայ, որ 30 տարի մենք ունեցել ենք հետխորհրդային մյուս պետությունները, նրանք 30 տարի ունեցել են այդ ճկունությունը լինելու ճկուն եւ կարգավորելու այդ ընթացքը։ Մեզ համար նոր իրավիճակ է ստեղծվում, ճիշտ է, որոշ չափով։ Հա, մենք ունեցել ենք Իրանի եւ Վրաստանի ճանապարհը, բայց այժմ մենք նոր իրավիճակում ենք հայտնվելու, պատրաստ ենք արդյոք։ Նախ, նայեք, ինչ է նշանակում։ Դուք ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, ենթատեքստը հետևյալն է ձեր հարցի, եթե ճիշտ եմ գուշակում, որ եթե հաստատված տա խաղաղության պայմանագիրը կնքվի վերջնականապես այդ նախաստորագրումից հետո, հա, եւ այդ գործընթացը բարեհաջող կերպով ավարտվի, Հայաստանը Թուրքիայի հետ հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, կարգավորվեն հարաբերությունները եւ պայմաններ ստեղծվեն երկկողմ առևտրի եւ տնտեսական կապերի զարգացման համար։ Փաշինյանը ասում է, պետք է պատրաստ լինենք դրան։ Այս բանն ունեք, չէ, ենթատեքստ ունեք ձեր հարցի մեջ։ Հիմա այսպես մի հարց տամ ձեզ, նայեք, այսինքն հարց չասեմ, պնդում անեմ, իսկ ինչ է փոխվելու ներողություն, եթե լինեն դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Մեր արտաքին առևտրային ռեժիմը փոխվելու է արդյոք։ Ես ասում եմ ոչ։ Հայաստանը ինչպես եղել է այս պահին ԵԱՏՄ անդամ, այդպես է շարունակելու է մնալ։ Այսինքն ապրանքների ներմուծման, այսպես գիտեք, այսպես բանի նման, sense ալիքաձև այսպես sense բանի մուտքի համար վտանգ մրցակցություն պետք է լինի, որպեսզի պատրաստ լինի տնտեսությունը ճկուն լինելու, բայց քանի որ Հայաստանում մենք խոսում ենք, որ դեռ այդպիսի մրցակցությունը ոչ բոլոր ոլորտներում կա եւ մենաշնորային է, կարծրացած է կամ քարացած է, եթե մրցակցություն չկա, ասում եք լճանում է, ապա պատրաստ ենք արդյոք
ներմուծման, որպեսզի մենք արտադրենք եւ դեռ արտահանենք եւս։ Նախ արձանագրենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը որևէ բան չի փոխելու մեր արտաքին առևտրի բնագավառում։ Ոչինչ չի փոխվելու, նույն իրավիճակն է։ Հայաստանը այն ռեժիմները, որ կիրառում է արտաքին առևտրի համար, շարունակելու է կիրառել վաղը եւս։ Այսինքն ոչինչ ձեր ասած հարցը բան չունի, գիտեք, մեջը վտանգ չի պարունակում։ Դուք գիտեք, չէ՞ ինչու եմ ես հարցնում, որովհետև այս հարցի շուրջ հիմնական վեճերն են գնում։ Ես հասկանում եմ, որ ես ձեզ չեմ պատասխանում։ Այսպես ասած, ես ասում եմ, այդ մտավախությունները կարելի է ասել, գիտեք, ձեզ կրկին ձեզ չեմ պատասխանում։ Ոչինչ, ես եմ հարցը ուղղում։ Այդ մտավախությունը շինսու մտավախություններ են։ Նայեք, այս պահի դրությամբ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ եւ որոշակի արտաքին քաղաքական, արտաքին առևտրային քաղաքականություն է վարում, չէ՞։ Ասենք մեր մաքսատուրքը կազմում է X։ Այո։ Հիմա որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք եւ ասացինք, գիտեք, այդ ճանապարհներ որ կան, չէ՞, մեզ մոտ Գյումրիից դեպի Ղարս, չգիտեմ, դեպի Իգդիր, այս սահմանները հատող, հա, նրանք կարող ենք մենք գործածել, այդ դեպքում այդ X-ը մեր մաքսատուրքը չի փոխվելու։ Բնավ չի փոխվելու, այսինքն իրավիճակը բնավ չի փոխվելու այդ առումով։ Մեր ռեժիմը արտաքին առևտրային չի փոխվելու, փոփոխության չի ենթարկվելու։ Դա ուրիշ բան, եթե մենք այդպեսի ցանկություն ունենանք, ելնելով մեր տնտեսական նպատակներից եւ հետագայում այդ X-ը պակասեցնենք, բաժանենք, ասենք 2-ի, դա այլ հարց է, բայց այս պահի դրությամբ այդ տեսակի խնդիր չի դրված Հայաստանի առջև։ Մենք գտնվում ենք ԵԱՏՄ ընդհանուր շուկայի շրջանակներում, հա, ազատ առևտրի ռեժիմ է գործում այդ կազմակերպության շրջանակներում եւ մաքսային ընդհանուր միություն, մենք այնտեղ գտնվում ենք եւ շարունակելու ենք այնտեղ գտնվել։ Չեմ կարծում թե 1-2 տարի հետո, այսպես, ենթադրենք, որ մենք կունենանք արդեն դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ եւ կունենանք բաց սահմաններ, ես չեմ կարծում թե ժամանակ Հայաստանն ասի, չէ, ես դուրս եմ գալի ԵԱՏՄ-ից, տան կլի գիտեք բան, չմտածված անմիտ մի գործողություն իհարկե։ Եվ չեմ կարծում թե մենք այդ ժամանակ դուրս ենք գալու եւ ընկնելու ենք այսպես բաց օվկիանոսի մեջ սկսելու ենք նավարկել, չէ՞։ Ազատ լողալու։ Մենք երկու խնդիր խառնեցինք, ես այսինքն ոչ թե խառնեցինք, չէի ցանկանա, որ խառնենք իրար երկու հարց։ Առաջինը մենք խոսում էինք այն մասին, որ մրցունակությունը որպես զարգացման գլխավոր նախապայման, արդյոք Հայաստան, դուք ասում եք Հայաստանը պետք է ապահովի մրցունակություն, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Ես ասում եմ, որ մեր մարտահրավերը հենց մրցունակ դառնալն է, մրցունակ լինելը։ Դա մարտահրավեր է։ Կարող ենք արդյոք մրցունակ դառնալ, թե ոչ։ Ես գտնում եմ, որ այսօր քայլեր են կատարում դեպի այդ մրցունակության աճը։ Դուք խոսում եք համաշխարհային տնտեսության մեջ ամուր կայուն պետություն լինել, քաղաքական ինստիտուտները որպեսզի կայուն լինեն, չընկնես դու այսպես վերիվարումների մեջ, ամեն մի ցնցումների մեջ չհայտնվես, ամեն մի փոքր իրադարձությունից հետո ունենաս նորմալ ուժեղ տնտեսության հիման վրա կառուցված զինված ուժեր եւ այլն, այս ողջ այդ համակարգը։ Ձեր խոսքի մեջ, երբ որ դուք քաղաքական գործընթացների մասին խոսեցիք եւ նաեւ ենթադրում եմ, որ տնտեսականում եւս նույնն է աշխատելու, դուք նշեցիք, որ այս ամենի հիմքում ընկած է ժողովրդավարական հարաբերությունները, ժողովրդավարությունը, բայց կա նաեւ տեսակետ, որ ժողովրդավարությունը տանում է ամենաթողության եւ որպես օրինակ բերում են Չինաստանը։ Ասում են Չինաստանում կարծես թե այդքան էլ ժողովրդավարական երկիր չէ, բայց դուք տեսեք ինչ տնտեսական զարգացում է։ Հիմա հարց, ժողովրդավարությունը դա լավ է թե վատ։ Բարձ հարց։ Հիմա միջև այդ հարցին պատասխանը պետք է հարցնակ, իսկ ինչ է նշանակում ժողովրդավարություն։ Եկեք պատասխանենք։ Հիմա միջև չես ասում թե ինչ է նշանակում ժողովրդավարություն, այս բանը, այս խառնաշփոթը պահպանվում եւ շարունակվում եւ ավելի է խորանում։ Ուրեմն, այսպես ասենք, կա ժողովրդավարության շատ նեղ սահմանում եւ կա լայնված սահման։ Նեղ սահմանման մեջ հետեւյալն է կարևորը, որ ժողովրդավարությունը դա այն համակարգն է, երբ ընտրությունների միջոցով փոխվում են իշխանությունները։ Ընդհանրապես, այսքան բան, օրինակ Թուրքիան ժողովրդավարություն է,
Ընտրությունների միջոցով կարող է այնտեղ իշխանություն փոխել։ Գիտեք, տեսականորեն անգամ Թուրքմենստանն է ժողովրդավար։ Խոսքի ազատություն եւ այլն ընդլայնված հասկացությունը, ընդլայնված սահմանումը ժողովրդավարության շատ ավելի կարևոր բաղադրիչներ ունի։ Դրանցից ամենակարևորը ես համարում եմ կամ ասինքն ես ասելով շատ հեղինակներ, որոնց ես ուսումնասիրում եմ, համարվում է այն ինչ կոչվում է իրավունքի գերակայություն։ Ինչ է նշանակում իրավունքի գերակայություն։ Բոլորս հավասար ենք իրավունքի առջև, բոլորս հավասար ենք օրենքի կիրառման առջև եւ բոլորս ասելով նկատի ունենք նաեւ իշխանությունների։ Տեսականորեն ես կարող եմ կառավարության հետ լինել վեճի մեջ իրավական հարցի շուրջ եւ տեսականորեն պետք է կարողանամ հաղթել նրան այդ վեճում իրավական գործընթացում։ Սա է իրավունքի գերակայությունը եւ շատ երկրներում այդ իրավունքի գերակայությունը այսօր կա մենք կարող ենք տեսնել այդ ուղիղ համեմատական կապը, որտեղ կա տնտեսական աճ, որտեղ կա երկարատև տարիների տնտեսական զարգացում, որտեղ կա բարձր բարեկեցության մակարդակ, այնտեղ գոյություն ունի ուրեմն իրավունքի գերակայություն։ Ուրեմն երբ որ ես ասում եմ ժողովրդավարական գործիքներ պետք է լինեն, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել մեր մրցունակությունը, որպեսզի աշխատի այն ստեղծագործ կործանման մեխանիզմը։ Ես նկատի ունեմ առաջին հերթին սա, ուրեմն իրավունքի գերակայություն, սեփականության պահպանություն, պաշտպանություն, այս տեսակի հասկացություններ։ Չինաստանի օրինակը շատ լավ օրինակ բերեցիք։ Հիմա Չինաստանը ասում եք թե Եվ մի հատ էլ բան հասկացություն էստեղ մտցնենք, շուկայական տնտեսություն, որ տնտեսությունը հիմնված է շուկայական օրենքների վրա եւ գնագոյացումը տեղի ունենում շուկայական օրենքներից ելնելով եւ ոչ թե կամայական ինչ որ թելադրանքով պետության կողմից կամայական քայլերի պատճառով։ Հիմա նայենք, եթե նայենք Չինաստանին, ապա կտեսնենք, որ Չինաստանը իր զարգացման մեջ կիրառել է հենց այս իմ ասած ժողովրդավարության կամ ազատական համակարգի առանձին տարրեր։ Եվ այդ ընթացքում զարգացման ինքը սկսել է կամաց ավելացնել այդ տարրերի գործածման շարավիղը եւ դաշտը։ Օրինակ սկզբից ինքը փոքր մի քանի տարածաշրջաններում է սկսել այդ ազատական արժեքները կիրառել, հետո ավելի ընդլայնել է այդ տարածաշրջանը եւ այլն։ Բայց ես ձեզ համար ավելի մի քանի ավելի լավ օրինակներ կան։ Օրինակ Հոնկոնգը կա, Թայվանը կա, Սինգապուրը կա։ Նրանք հայտնի են գիտեք ինչով։ Այո, ճիշտ է, սկզբնական շրջանում նրանք չեն կիրառել այսպես ժողովրդավարության այն սահմանումը, որ ամենասկզբից ասեցի, ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հանգամանքը չեն կիրառել, բայց կիրառել են այդ իրավունքի գերակայության գործոնը եւ դրա հաշվին կարողացել են զարգանալ։ Բայց այստեղ մի հետաքրքիր շատ հանգամանք կա։ Նայեք, այո, Չինաստանին հաջողվել է, այսպես ասած, հիմնականում կարելի ասել առանց ժողովրդավարության զարգանալ, բայց ով ասեց, որ դա ուրիշներն էլ կհաջողվի նույնը անել։ Չինաստանը, գիտեք, բացառություն է այդ շարքում, զարգացում ապրած պետությունների շարքում դա բացառություն է։ Չինաստանն ունի լավ կոմունիստական կուսակցություն, իսկ դուք կարողանաք այդպիսի կոմունիստական կուսակցություն ձեզ մոտ ստեղծել։ Դու կոմունիստական կուսակցություն ասելով մի ատյան, որ այդպես կարողանում է երկիրը, կարողացել է երկիրը խորը աղքատությունից հանել բերել այսօրվա վիճակին հասցնել։ Արդյոք դա ավելի դժվար խնդիր չէ։ Կամ օրինակ Սինգապուրը կարողացել է կրկին շատ խորը աղքատությունից բարձրանալ հասնել այսօր ամենազարգացած երկրների շարքին դասվել, բայց ունեցել է այդպիսի ղեկավար եւ քաղաքական ուժ, որը որ ղեկավարում էր վարչապետ Լի Կուան Յուն։ Արդյոք նույն ձևի բախտ կարող ենք ունենանք։ Ես սա բախտ անվանեցի, հա։ Ինչ դա պատահական, ինչպես ասեմ, դա օրինաչափ, ես չեմ կարող ասել, դա օրինաչափություն էր, որ այդ տեսակի ղեկավար հայտնվեց Սինգապուրում։ Մի այդպիսի նվիրյալ անձնավորություն, որ կարողացավ համ նվիրյալ էր, համ ազնիվ էր, համ խելացի էր, համ շատ կրթված էր եւ այլն։ Բայց հետը միասին, երբ որ նայում ես բոլոր այդ զարգացման պատմությունները, գիտեք, պատահականություններ, ես պատահականություն բառ գործածեցի, բայց քաղաքական պատահականություններ գրեթե չկան։ Բոլորն էլ նրանք այդ զարգացում ապրած պետությունները, լինի դա Հոնկոնգ, Սինգապուրը լինի արևելյան Եվրոպայի պետությունները, բոլորն էլ
ինչ որ ձևով, ինչ որ կերպ կապված են եղել տնտեսական զարգացման էպիկենտրոնների հետ, որոնք էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արևմտյան Եվրոպա։ Սինգապուրը օգտվում էր այդ իր դիրքից եւ այնտեղ քաղաքական շատ դիվիդենտներ էր ստանում եւ պաշտպանություն եւ անվտանգային երաշխիքներ էր ստանում, նույնը ստանում էր Հոնկոնգը, նույնը ստանում էր Հարավային Կորեան, ել չասեմ արևելյան եւ կենտրոնական Եվրոպայի պետությունների մասին, որոնք որ կապվեցին Եվրոպական միության հետ եւ դրա այդ միջոցով ստացան բոլոր այն մեխանիզմները, բոլոր այն անհրաժեշտ աջակցությունը, որը իրենց թույլ տվեց այս տարիների ընթացքում բավականին լավ տնտեսական աճ ապահովել եւ նրանցից շատերը հայտնվեցին բարձր եկամուտ ունեցող երկրների շարքին։ Դուք նշում եք, որ շատ կարևոր է, թե ինչ աշխարհաքաղաքական դիրք ուներ տվյալ երկիրը։ Ճիշտ է, ներկայացրեցիք Սինգապուրը, ասեցիք կարևոր էր դա։ Ես սխալ հասկացա։ Դա էլ հետը միասին։ Դա էլ հետը միասին։ Կար Լիկմանյուի նման մեկը, որը որ ասացիք դա պատահականություն է, բայց այդքան էլ պատահականություն չէ, որովհետև այդ ամեն ինչի նախադրյալը կամ հենված էր նաև հաշվի առնելով, հաշվի էր առնում այդ ղեկավարը այն աշխարհաքաղաքական դիրքը, որը ուներ տվյալ երկիրը։ Տվյալ դեպքում կապվածությունը դուք ասեք տնտեսական կապվածությունները, քաղաքական կապվածությունները։ Okay, Սինգապուրի օրինակը բերեցինք, Չինաստանը դիտարկեցինք, հիմա նորից հետ են գալիս Հայաստան։ Շատ ներողություն եմ խնդրում, նույն Չինաստանի պարագայում Չինաստանն օգտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հսկայական ամենամեծ շուկային հասու լինելու հնարավորությամբ։ Էժան աշխատուժ բացառեցին իրենց շուկա, իրենց սահմանները չինական ապրանքների համար եւ Չինաստանը շատ հմտորեն օգտվեց։ Եվ իրենց արտադրությունը հիմնեցին Չինաստանում, ճիշտ է։ Այո, կրկին կար կապվածություն այդ երկու հիմնական էպիկենտրոնների հետ։ Բայց դա ինչ որ մեկը կազմակերպել է, ճիշտ է։ Իհարկե, խելամտորեն շատ ճիշտ ձևով հաշվարկված քաղաքականություն։ Մենք գալիս ենք մեզ մոտ։ Մենք ունենք այդ աշխարհաքաղաքական դիրքի գնահատումը եւ մենք տեսնում ենք արդյոք որ ինչ որ քայլեր արվում է այդ ուղղությամբ, թե մենք դեռ ինչպես դուք մի քիչ առաջ նշեցիք, ազատ լողում ենք, այո, ԵԱՏՄ-ի անդամ ենք, բայց այսքանով սահմանափակվում է մեր տնտեսական կապվածությունը, ասեմ, ծրագրավորումը, ասեմ, պլանավորումը նկատի ունեի։ Նայեք, ինչպես եմ ես մտածում այս հարցի վերաբերյալ, այդ էպիկենտրոնների ես բառ օգտագործեցի, էպիկենտրոններ, մենք ունենք Եվրոպական միության հետ սերտորեն համագործակցելու հնարավորություն եւ այդ համագործակցությունից լավագույնս օգտվելու հնարավորություն։ Նայեք ինչ է նշանակում Եվրոպական միության հետ համագործակցությունը։ Եթե այսպես ամփոփ կերպով ասենք, ապա այդ համագործակցությունը հենց նպաստում է այն ինստիտուտների զարգացմանը, որոնց մասին ես խոսում եի։ Եթե նայում ենք, այսպես ասենք, հա, թե որոնք են այն խնդիրները, որոնք Եվրոպական միությունը դնում է Հայաստանի առջև իր այդ համագործակցության շրջանակներում, ապա կտեսնենք հենց մենք կտեսնենք շեշտադրումը հենց այդ ինստիտուտների վրա, որից մասին որ ես խոսում եի։ Իրավունքի գերակայություն, այսինքն դա խթանում է, խթանելու է դրա զարգացումը։ Այդ միջոցով, եթե մենք գնանք քայլ առ քայլ, այդ բոլոր վարժությունները, տնային աշխատանքներն անենք, որը որ պահանջում է որ կատարես Եվրոպական միությունը, ապա կկատարելագործենք մեր այդ տնտեսության համար անհրաժեշտ ինստիտուտները, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ նախադրյալները ստեղծված են, եւ ստեղծված է, այսինքն պահանջները, պայմանները դրված են, Հայաստանն էլ պայմանավորվել է, որ այդ պայմաններին համապատասխան պետք է ձգտի վերափոխել, փոփոխություններ անել։ Մենք ունենք երկու փաստաթուղթ, մեկը կոչվում է SIPA, համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին պայմանագիր, եւ երկրորդը վերջերս ստորագրվեց, որը որ կոչվում է ռազմավարական օրակարգ, հա, Եվրոպական միության հետ։ Հիմա դրանք ինչպես գիտեք, պատկերավոր ասած, որպես մենյու լինեն,
Հիմա դու այդ մենյուից պետք է ընտրես եւ պետք է կատարես այդ քայլերը, որոնք որ առաջարկվում են այդ մենյուի մեջ։ Եթե, այսինքն մենք ունենք փաստաթղթային հենքը, որի հիման վրա մենք կարող ենք համագործակցել Կոչվում է ճանապարհային քարտեզ, հա, այսպես ասենք, ավելի լավ տակտուկ, հա, ոչ թե մենյու գործածենք, այլ ճանապարհային քարտեզ։ Եվ այս քայլ առ քայլ մենք դրանք կատարելով պետք է շարժվենք առաջ։ Հիմա ես ասում եմ, նայեք, եթե քաղաքական հանգամանքներն այնպեսին լինեն, արտաքին քաղաքական իրավիճակն այնպեսին լինի, որ մենք չկարողանանք մտածել Եվրոպական միությանը անդամակցելու մասին, բայց միայն այն հանգամանքը, որ մենք համագործակցել ենք եւ կատարելագործել ենք մեր ինստիտուտները, դա արդեն հսկայական առավելություն է մեզ համար։ Ես շնորհակալ եմ գովազդ ենք հայտարարում եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը պարոն Հրաչյա Թաշյանի հետ։ Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Հրաչյա Թաշյանի հետ, քաղաքագետ։ Եվ այսպես մենք խոսում ենք այն մասին, արդյոք Հայաստանը գիտակցում է եւ օգտագործում է աշխարհաքաղաքական դիրքը, այն աշխարհաքաղաքական դիրքը, որը մենք միշտ սովոր ենք ասել, դա շատ վատն է, դա է մեզ խանգարում, դա է մեր բոլոր խնդիրների ուրեմն ակունքում ընկած է դա, եւ մենք հիմա խոսում ենք
այն մասին, որ այն ինչ մեզ, ինչպես ասում էր, խանգարում էր, այն մեզ օգնում է, եթե ճիշտ ես դու օգտագործում դա։ Արդյոք Հայաստանը ճիշտ է օգտագործում իր աշխարհաքաղաքական դիրքը, դա առաջին հարց կներեք, եւ երկրորդ հարցը դուք ասացիք, որ մենք գործում ենք ճանապարհային քարտեզով սեպայի հետ, Եվրոպայի հետ, Եվրոմիության հետ համագործակցության մեջ եւ ասում եք անգամ եթե մինչեւ վերջ մենք չդառնանք անդամ Եվրոմիության, ապա եթե մենք մեր տնտեսությունը, մեր քաղաքական ինչ որ ինստիտուտները բերենք, համապատասխանեցնենք այդ պահանջներին, դա արդեն մեծ առաջընթաց է։ Այստեղ ես պարզապես հիշեցի, որ Փաշինյանը եւս այդպես էր ասում։ Եվ այսպես մեր աշխարհաքաղաքական դիրքը մենք կարողանում ենք օգտագործել թե չէ ճիշտ, որպեսզի զարգանա պետությունը, եւ երկրորդը, ուրեմն այն ինչ մենք նշեցինք։ Շատ լավ հաստատվեցիք, նայեք այս տարի, միայն այս տարի եթե թվարկենք, թե ինչեր են կարել այդ առումով։ Այսինքն շատ հմտորեն, շատ ճիշտ կերպով օգտագործում ենք բոլոր այդ հանգամանքները։ Նայեք, հունվար ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանը կնքեց այն ինչ կոչվում է ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր։ Հետագայում եղավ օգոստոսի 8-ի փաթեթը համաձայնագրերի։ Հետագայում եղավ նայեք դրանից հետո եղավ նույն օգոստոս ամսին Չինաստանի հետ Հայաստանը կնքեց հռչակագիր ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին։ Ռազմավարական օրակարգ փաստաթուղթ ստորագրվեց Եվրոպական միության հետ եւ այլն Գերմանիայի Դաշնային միության հետ, Դաշնային հանրապետության հետ նման մի փաստաթուղթ կնքեց Հայաստանը։ Նայեք սա, բայց ամենակարևորը 3-ը հա մատնանշենք սրանցից Եվրոպական միություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Չինաստան։ Նայեք այս բազմազանեցումը, այս դիվերսիֆիկացիա կոչված արտաքին քաղաքականության մեջ հենց պատասխանն է ձեր հարցին, որը որ դուք քիչ առաջ տալիս եք։ Անկախ նրանից որ մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք շարունակում մնալ, ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Այսինքն ստացվում է 4-ը դու ուղղություններով աշխատում ես, մեկը Եվրոպական միություն, մյուսը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ԵԱՏՄ, Ռուսաստանի գլխավորությամբ եւ Չինաստան։ Եվ Աստվածտա որ կարողանանք դրանից բոլորից առավելագույն օգուտը քաշել եւ ամեն ստանալ եւ կան նայեք Եվրոպական միության հետ մենք կարող ենք այսօր այդ ինստիտուտների զարգացման առումով աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շատ հագեցված եւ կարեւորագույն օրակարգ ունենք նայեք որոնք վերաբերում են եւ մեր անվտանգությանը եւ մեր տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը եւ տնտեսական զարգացմանը հիշում եք մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրած փաստաթղթեր ինչպիսին էին մեր այնտեղ կար ուրեմն կիսահաղորդիչների արտադրության եւ այդ ոլորտի զարգացման զարգացմանը վերաբերող փաստաթուղթ եւ էներգետիկ ոլորտ եւ ունենք Չինաստան վերջով նայեք որը որ շատ կարեւոր մի հանգամանք է եւս եւ ունենք ԵԱՏՄ որի հետ որի որտեղ մենք կարող ենք օգտագործել առևտրային մեր հնարավորությունները, որտեղ բաց շուկա է մեզ համար։ Այսինքն կապերը ոնց որ թե ստեղծված են, չեմ ուզում ցանց բառը օգտագործել, կապերը ստեղծված են, մնում է գրագետ օգտագործել, իրավիճակ օգտագործել, գիտեք նայեք, շատ անգամ մեզ մոտ առաջնորդվում են բանի փիլիսոփայությամբ են, սառը պատերազմի ժամանակաշրջանի փիլիսոփայությամբ, որը ասում էր կամ այստեղ ես կամ այնտեղ ես, հա եւ այդպես ընդերից ծնվող այս բաժանարար գծել հասկացությունն է, հա մեր գիտակցության մեջ շատ անգամ գերիշխում, բայց ես հակառակն եմ ասում, եւ Եվրոպական միություն եւ ԵԱՏՄ։ Եվ դուք տեսնում եք, որ Հայաստանը դա ճիշտ է գնում այդ ուղղությունները, բոլոր ուղղություններին ուշադրություն է դարձնում եւ ոչ թե թեքվում է դեպի միայն Ռուսաստան։ Եվ այո իհարկե լրիվ համաձայն եմ ձեզ հետ ամբողջությամբ համաձայն եմ եւ հարցրեցի թվում է որովհետեւ շատերը ասում են ոչ դա թվացial է այն ամբողջը ինչ դուք թվարկեցիք այդ եւ Եվրամիությունը Չինաստանը Միացյալ Նահանգները եւ այլն արկայությունը թվացial է ինչ երազ են դրանք դրանք ռեալ գոյություն ունեցող փաստաթղթեր են որոնք որ Հայաստանը ստորագրում է եւ կարծում եմ քայլերը կատարում է դրանք իրականացնելու համար այդ փաստաթղթերը Հիմա մնաց եւ իհարկե մի կներեք մի ռեմարկ է այստեղ մի փոքրիկ
Անշուշտ այդ ամենի ուղղությամբ շարժվելու համար դու պետք է լինես զգուշավոր, որպեսզի չվնասես մնացած ուղղությունները, այսպես ասեմ։ Եվ շատ այսպես շատ մեծ հմտություն է պահանջում բնականաբար դիվանագիտական, որը որ կարծես այս պահի դրությամբ մենք ունենք։ Դիվանագիտական հմտությունը դուք նշեցիք, վերադառնում ենք ամենասկզբին։ Մենք պետք է ինստիտուտներ ունենանք, նա տեսնում ենք, իսկ տնային աշխատանքը մենք կատարել ենք, թե ոչ։ Ինստիտուտներ մենք արդեն ունենք, որոնք կարողանում են սպասարկել այդ ամբողջը, մեկ եւ երկրորդը։ Նորից նույն հարցը ներող եղեք, պետք է տամ դուք նորից նշեցիք մրցունակությունը որպես զարգացման գլխավոր նախապայման, արդյոք Հայաստանի ներսում կա մրցունակություն, թե դեռ կա մենաշնորհային, այսպես գերիշխում է մենաշնորհը։ Նայեք, մի քանի ցուցիչներ կան։ Այսինքն ինստիտուտները կան եւ մրցունակություն կա, թե չէ, զարգացման որպես նախապայման հիմնական։ Ուզում եք վերաձևակերպեմ ձեր հարցը։ Ուզում եք հարցնեք դուք, արդյոք Հայաստանում կա ժողովրդավարություն, թե ոչ։ Սա է փաստորեն, եթե վերաձևակերպենք ձեր հարցը, հա։ Նայեք, դրա համար ցուցիչներ գոյություն ունեն։ Որոնք են ցուցիչները։ Ընտրությունները 1, խոսքի ազատությունը 2, ամենալավ, ամենավառ ցուցիչներն են։ Ես տեսնում եմ, որ վերջի տարիներին Հայաստանում 5-6-7 տարի է Հայաստանում անցկացվում են ընտրություններ։ Ընտրություններից հետո ես չեմ տեսնում, որ կան լինում են, ես չեմ տեսել, որ լինեն բողոքարկումներ դատական ճանապարհով։ Ես չեմ տեսնում, որ մարդը գնա, ասի գիտեք, ես խախտումներ եմ տեսել A, B, C, D եւ այդ դրա հիման վրա կազմել եմ մի գործ եւ ներկայացնում եմ դատական կարգով ես բան եմ անում։ Հիմա ասում են խախտումը լինում է ոչ թե ընտրությունների օրը եւ հաշվելու կամ լցոնումներ անելու այնինչ մինչեւ հիմա կար, այլ մինչեւ այն ինչ մենք այսօր տեսնում ենք, ասում են շատերը, դա արդեն դեպի կեղծում, դեպի սահմանափակում, դեպի ոչ ժողովրդավարական գործընթացներ տանող նախընտրական շրջան է։ Եվ մինչ ընտրությունները արդեն ընտրությունների խախտումը արվում է այսօր։ Եվ այստեղ գալիս ենք իմ երկրորդ գործոնին, որ ուզում եմ հիշատակել, նշել այդ առումով, դա խոսքի ազատությունն է։ Ես այսօր միացնում եմ հեռուստատեսությունը իմ հայկական ալիքներից, չգիտեմ 50-60 ալիքներից, երևի թե 70-80%-ը ընդդիմադիր հայացքներ են եւ ընդդիմադիր լուրեր են սփռում, ընդդիմադիր տեսակետներ են սփռում։ Երբևէ Հայաստանում չի եղել այսքան խոսքի ազատություն, որքան հիմա կա։ Սա օբյեկտիվ իրավիճակ, օբյեկտիվ ճշմարտություն է։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է հիմնավորված կերպով բան անել, սա վիճարկել այս սիմպտոմը։ Այսինքն այն հարցը, որը ես չտվեցի, դուք ինքներդ ձևակերպեցիք, ժողովրդավարություն կա Հայաստանում, թե ոչ, դուք ասում եք այո։ Դե գիտեք, ժողովրդավարության իհարկե դա բան է, այսպես բավականին կարող շատ երկար շարժվել դեպի ժողովրդավարություն եւ հավանաբար չկա կատարյալ ժողովրդավարություններ այս աշխարհում։ Դրանք դա հավանաբար մշտական գործընթաց պահանջող բաներ են, ժողովրդավարությունը մշտական գործընթաց է պահանջում, բայց Հայաստանը այնքան ժողովրդավար է, որ երբևէ այսքան ժողովրդավար չի եղել Հայաստան, այսպես ասեմ, երբևէ այսքան ժողովրդավար չի եղել եւ երևի թե կարելի ասել յետխորհրդային տարածաշրջանում էլ շատ քիչ պետություններ կան, որոնք որ այսքան ժողովրդավար են այսօրվա դրություն եւ մի այսպիսի հանգամանք եւս երևի թե հան նշենք այսօր կան նախադրյալներ Հայաստանում ժողովրդավարության խորացման համար եւս դա գիտեք ձևավորված արդեն աչքիդ առաջ է դա տեսնում ես մեր կենցաղում մեր առօրյայում ձևավորված միջին խավ դա ինչ է նշանակում տնտեսապես անկախ մարդկանց զանգված ժողովրդավարությունը պահանջում է նաև ժողովրդավարության նախադրյալներ կան, պահանջներ կան, պահանջներից մեկը այդ կենսաներողություն, դա կենսամակարդակն է, որոշակի աստիճանի կենսամակարդակ պետք է լինի երկրում կամ մեկ շնչին նկնող հնա պետք է լինի, որպեսզի դու կարողանաս շարժվես դեպի ժողովրդավարություն։ Կա այսպեսի մի վարժություն կա արված ամերիկացի հայտնի գիտնական կար Սեյմուր Մարտին Լիպսետ, որը որ դեռ 20-րդ դարի կեսերին այս մի բանաձև էր մշակել եւ ճիշտ ասած այդ վարժությունն արել է մեզ համար Հայաստանի համար մոտավորապես $6000 մեկ շնչին ընկնող եկամուտի պարագայում հնա պարագայում ուրեմն
հավանականությունը, որ ժողովրդավարությունը անդառնալի կլինի, շեշտակիորեն աճում է։ Հայաստանում ինչ Այսօր մենք այդ շեմը արդեն վաղուց անցել ենք, եւ այսօր մենք մոտեցնենք $9,000, այսինքն 9,000-ը գերազանցում է Հայաստանում մեկ շնչին ընկնող եկամուտի առումով, այնպես որ այսօր կան նաեւ այդ տնտեսական նախադրյալները, որպեսզի Հայաստանում մնա եւ անդառնալի լինի ժողովրդավարությունը։ Վերջին հարցս է ժողովրդավարությունը ամենասկզբում, երբ որ ես հարցրեցի, ասացի դա տանում է Չինաստանի օրինակը բերելով, ասացի շատերը ասում են, որ ժողովրդավարությունը տանում է ամենաթողության, բայց դուք ասացիք սահմանում ասացիք եկեք հասկանանք ինչ է ժողովրդավարությունը եւ այսպես ձևակերպեցիք, ես նշեցի օրենքի գերակայություն եւ իրավունքի գերակայություն, ասացիք դու որպես հիմնական բաղադրիչներ, նախադրյալներ, որպեսի տվյալ երկիրը համարվի ժողովրդավարական։ Օրենքի գերակայություն, իրավունքի գերակայություն այսօր Հայաստանում կա թե ոչ։ Ինձ համար դժվար հարց եք իհարկե տալիս։ Ես վերջը ներքին այս գործընթացներին ավելի քիչ եմ հետևում, քան որպես քաղաքացի։ Որպես քաղաքացի, վաղը գնալու եք ընտրությունների դուք ընդամենը։ Չեմ հարցնում ում եք ընտրում։ Ձեր զգացողությունը։ Կարող եմ պատասխանել զուտ որպես քաղաքացի, ոչ որպես քաղաքացի, այո, միայն որպես քաղաքացի։ Փորձագետ, ես համարում եմ, որ այո, Հայաստանում այսօր ավելի շատ կա օրենքի գերակայություն, քան երբևէ։ Սա դրանք բացարձակ կատեգորիաներ չի կարելի ասել, որ այսօր կա կամ վաղը չկար։ Երեք կար այս աստիճանի, այսօր դա շեշտակիորեն ավելի շատացել է։ Կամ ասենք շարավիղը նեղեր փոքր էր, հիմա շեշտակիորեն ավելացել է օրենքի գերակայության կամ իրավունքի գերակայություն ավելի ճիշտ սահմանումն է, ավելի ճիշտ անվանումն է այդ երևույթի։ Ես համարում եմ, որ իհարկե Հայաստանում այսօր կա իրավունքի գերակայության շատ ավելի լայն շրջանակ է գործում իրավունքի գերակայության, քան երբևէ այն եղել է։ Դուք դրական եք համարում բոլոր գործընթացները, որոնք այսօր ոչ թե հորատեսական, տարի ենք փակում, դրա համար էս վերջին։ Եվ պետք է լավատեսորեն նայել եւ լավատեսորեն շարժվել այս ուղղությամբ։ Դուք տեսնում եք, որ դրական է։ Այո։ Հեռանկար տեսնում եք։ Հա, իհարկե տեսնում եմ, որովհետեւ տեսնում եմ քայլեր, որոնք որ կատարվում են այդ ուղղությամբ։ Ես ասացի, նայեք, կան փաստորեն արտաքին քաղաքական ճիշտ քայլեր, որոնք որ տանում են դեպի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը, կա արտաքին քաղաքականության բազմազանեցում, կա դիվերսիֆիկացիա կա, որը որ ընդլայնում է մեր հնարավորությունները թե անվտանգության առումով, թե տնտեսության զարգացման առումով, եւ ես տեսնում եմ ժողովրդավարական գործընթացներ, որոնք որ Հայաստանում կան, արդեն 7-8 տարի է մենք տեսնում ենք դա եւ որոնք որ դրսևորվում են առաջին հերթին սովորական քաղաքացու համար իմ քաղաքացու համար դրանք դրսևորվում են խոսքի ազատության միջոցով, դրանք դրսևորվում են ընտրությունների միջոցով իհարկե։ Ես շնորհակալ եմ այսօր։ Ես եմ շնորհակալ ձեր հրավերի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Հրաչյա Թաշչյանի հետ էինք զրուցում, քաղաքագետ, իդեպ պարոն Թաշչյանը մի շարք բուհերում դասախոսում է։ Ես դա ամենասկզբում պետք է նշեի, մոռացա։ Շնորհակալություն, զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։